Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն ողջունում է իր բոլոր երկրպագուներին, բոլոր նրանց, ովքեր ինչպես միշտ այսօր էլ այս պահին էլ մեզ հետ են։ Ես իհարկե հասկանում եմ, որ օրեցօր տեղի ունեցող զարգացումները իսկապես շատ հետաքրքիր անակնկալ փաստերի առջև են մեզ կանգնացնում, բայց Փակ TV-ն հենց փաստերի անակնկալների եւ կարծիքների հեռուստալիք է, որտեղ ամեն մի օր յուրովի է ներկայանում մեր ունկնդրին։ Այսօր մենք կրկին առիթ ունենք հանդիպելու մեր վաղեմի ու լավ բարեկամներից մեկին։ Ես այդ անձնավորության իսկապես շատ հարգում եմ, շատ սիրում, մեր լավագույն քաղաքագետներից մեկը Հայկ Մարտիրոսյանն է, Փակ TV-ի տաղավարում։ Բարև ձեզ Հայկ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ իհարկե, շատ ուրախ, որ դուք կրկին մեր տաղավարում եք, եւ քանի որ հարցերը շատ են, երևի սկսենք Դավոսից, ինչ տվեց Դավոսը մեզ ընդհանրապես Տրամպի այդ հայտնի խաղաղության միության գաղափարը, մի խոսքով Դավոս եւ Հայկ Մարտիրոսյանի մեկնաբանությունը։ Իրականում, քանի որ Հայաստանում քաղաքական վերլուծական դաշտը ամբողջությամբ խեղաթյուրված, աղճատված է եւ պրոպագանդայի ոլորտից է, չեն հասկանում այստեղ, ինչպես ոչինչ չեն հասկանում, այնպես էլ դա չեն հասկանում, թե Դավոսում ընդհանրապես ինչ կատարվեց եւ ինչ խորհրդի մասին է խոսքը խաղաղության խորհրդին է վերաբերում, ինչպիսի խորհուրդ է դա եւ ինչ է իրենից ներկայացնում։ Նախ դա Գազայի վերակառուցմանն ուղղված եւ վերականգնմանն ուղղված խորհուրդ է, որի իմաստը այն է, որ նախագահ Թրամփը փորձում է հավաքել իր շուրջը այն ուժերին, որոնք ցանկանում են անձամբ իր հետ մտերիմ լինել եւ ներգրավել նրանց, ուժեր ասելով երկրների նկատի ունեմ, եւ ներգրավել նրանց Գազայում ըստ էության իր ընտանիքի կողմից իրականացվելիք բազմամիլիարդանոց շինարարական ծրագրերին։ Եվ դրա վկայությունն այն է, որ նախագահի փեսան Ջարեդ Քուշները հանդես եկավ Դավոսում բավական հետաքրքիր ելույթով, որտեղ կոնկրետ ներկայացրեց բարձրահարկ շենքերի կամ երկնաքերերի կառուցման ծրագիրը մասնավորապես Գազայի ծովափին։ Ակնհայտ է, որ դա չի լինելու պաղեստինցիների համար եւ դա չի լինելու միջին բյուջեի տերմարդկանց համար, այսինքն իրականում դա ներդրում կատարելու Թրամփի ընտանիքի հետ առնչվող բիզնեսներին մեջ ներդրում կատարելու բազմամիլիարդանոց ծրագիր է։ Բացի դրանից, այստեղ քաղաքական խնդիրներ կան, խորհրդի մեջ է Թուրքիան, որին կատաղիորեն դեմ է Իսրայելը։ Իսրայելը ինքը ներկայացված չէր Դավոսում վարչապետի մակարդակով, որովհետև հետախուզվում է Իսրայելի վարչապետը միջազգային քրեական դատարանի կողմից եւ ամերիկյան վերլուծաբանները մասնարարպես շեշտում են, որ այս խորհրդի կազմում արևմտյան լուրջ երկրներ գրեթե չկան կամ ընդհանրապես չկան, գրեթե չկան ավելի շուտ եւ որ սա ավելի շուտ արևելյան տիպի խորհուրդ է եւ խումբ է։ Ընդ որում այս խումբը ժամանակավոր բնույթ է կրելու, սիմվոլիկ է, որպեսզի ցույց տա սատարում Թրամփի ծրագրին Գազայի վերաբերյալ, հիմնական առանցքը լինելու է $1 միլիարդ անդամակցության անդամավճարը, որը պիտի վճարեն, որպեսզի դա ուղղվի այդ ներդրումային ծրագրերը իրականացնելուն։ Եվ սա թե քաղաքականապես, թե միջազգային առումով եւ թե արևմուտքի հետ հարաբերությունների առումով բավական հակասական արձագանքների արժանացած գաղափար է եւ խորհուրդ է։ Եվ ակնհայտ է, որ Հայաստանը պիտի ցատկեր սրա վրա անմիջապես այն պարագայում, երբ բազմաթիվ երկրներ հրաժարվել են մասնակցությունից կամ դեռևս չեն պատասխանել, որտեղ այդպիսի մակերեսային բաներով անհրաժեշտ է կերակրել հայ ժողովրդին, ցույց տալու համար, որ իշխանությունը տեսեք ինչպիսի հաջողություններ ունի, միջազգային հանրության մաս է եւ այլն եւ այլն։ Այստեղ միևնույն է ոչինչ չեն հասկանում, բայց այդ արտաքին մակերեսային երևույթները մշտապես եղել են գերկարևոր Հայաստանում եւ հայերի համար։ Հիմա սրանից դուրս գանք, անդրադառնամ կրկին ձեր հարցին, ինչ ցույց տվեց Դավոսը, ինչ տվեց մեզ Դավոսը։ Դավոսը մեզ տվեց այսպես կոչված Վահագն Խաչատրյանի իրական երևույթը, այսպես կոչված երևույթը, թե
ինչպիսի նախագահ ունի Հայաստանը եւ Հայաստանի իշխանությունը ընդհանրապես շատ բացահայտեց ինքն իրեն միլիոներորդ անգամ, բայց շատ այսպես վառ գույներով, թե ինչ է ինքը իրենից ներկայացնում։ Երբ շնորհակալություն հայտնեց Ալիևին մի քանի անգամ, երբ խոսեց փոխաբերական առումով գլուխը հակելով Ալիևի առջև, դափնիներ մատուցելով նրան, ես չէի ակնկալում, որտեվ գիտեի, որ չի լինելու, բայց ասենք նորմալ պայմաններում կարելի կլիներ ակնկալել զոհվածների ծնողների արձագանքներ եւ զրո արձագանք Հայաստանում, զրո արձագանք ընդհանրապես Վահագն Խաչատուրյանի խոսքին ուղված Ալիևին։ Մենք տեսանք ծնկած Հայաստան, մենք տեսանք ոտքերի տակ ընկած Հայաստան, մենք տեսանք ուղղակի արժանապատվության զրո զգացողություն ունեցող երկիր Դավոսում իդեմս Հայաստանի Հանրապետության զրո։ Մյուս կողմից պիտի հասկանանք, որ Դավոսում տեղի ունեցավ շատ ավելի մեծ եւ մասշտաբային իրադարձություն, որի հետևանքները Հայաստանն իր վրա անպայմանորեն զգալու է եւ ուղղակիորեն, դա այն էր, որ վերջնական խզում տեղի ունեցավ Արևմուտքի հատվածների երկու կարևորագույն բևեռների եւ հատվածների միջեւ, Միացյալ Նահանգների եւ մնացած Արևմուտքի։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ըստ էության ասեց այն, ինչ մտածում են եվրոպական պետությունների ղեկավարների մեծամասնությունը եւ խոսեց, որ սա ժամանակավոր այսպես հեռացում չէ միմյանցից, սա խզում է Միացյալ Նահանգների հետ։ Եվ պիտի հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ Կանադան առաջին անգամ ըստ էության կտրում է իր հիմնական եւ կարևորագույն տնտեսական կապերը Միացյալ Նահանգների հետ եւ սկսում է կապեր հաստատել ոչ միայն Եվրամիության հետ, այլ նաեւ անգամ Չինաստանի հետ եւ բացում է իր շուկան չինական էլեկտրամոբիլների հանդեպ, որը չինական տնտեսական էքսպանսիայի ամենակարևոր գործիքներից մեկն է եւ դրա համար էր, որ Արևմուտքը եւ մասնավորապես հյուսիսային ամերիկյան երկրները, Կանադան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները փակ էին պահում սեփական շուկաները չինական էլեկտրամոբիլների համար։ Այս խզումը շատ կարևոր է այն առումով, որ Միացյալ Նահանգները ըստ էության ինքն իրեն դարձնում է տարածաշրջանային կամ կիսագնդային տերություն։ Այսինքն արևմտյան կիսագունդը, ինչպես ասում են Western Hemisphere, ամբողջությամբ եւ հավակնություն է դրսեւորում Միացյալ Նահանգները մտցնելու սեփական ուղիղ կառավարման տակ, իսկ մնացած աշխարհին թողնում է ինքն իրենց որոշումները կայացնելու, եւ այդ որոշումները կայացվելու են ռեգիոնալ տերությունների կողմից։ Մասնավորապես այս հատվածում որոշումները կայացվելու են Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից։ Ըստ էության Միացյալ Նահանգները սկսում է խնդրին մոտենալ շատ տրանզակցիոնալ կերպով, ըստ տարածաշրջանների, որտեղ կարող է գործարք ունենալ, տնտեսական գործարք տվյալ պահին, տվյալ հատվածում ունենալու է եւ անելու է, որտեղ ոչ այդ ամենը ընդհանրապես կարևոր չի լինելու Միացյալ Նահանգների գոնե այս վարչակազմի համար, եւ պիտի ասեմ նաեւ, որ այնպես չի, որ հաջորդ վարչակազմը եղավ դեմոկրատական, ամեն ինչ վերադառնալու է նախկին հուն։ Արդեն իսկ աշխարհակարգը փոխված է, շատ կարևոր դիտարկում են անում եվրոպական ղեկավարները կուլիսներում եւ քաղաքական յետնաբեմերում խոսելով այն մասին, որ միևնույն է, եթե բան էլ փոխվի Միացյալ Նահանգներում այս վարչակազմից հետո ընդամենը 4 տարի է պահանջվելու, որպեսզի հավանաբար գա հաջորդ այսպիսի վարչակազմը եւ այդպես շարունակ եւ հետեւաբար Եվրոպան պետք է ինքն իր գլխի ճարը տեսնի։ Սա ինչ է նշանակում Հայաստանի համար, սա նշանակում է Հայաստանի համար, որ Հայաստանն այլևս չունի այն պաշտպանությունը, որն ուներ օրինակ նախագահ Բայդենի իշխանության օրոք, երբ կասեցվեց ջերմուկի գրավումը, երբ ուղղակի միջամտություն էր իրականացվում, երբ Միացյալ Նահանգները փորձում էր աշխարհը համակարգել եւ պահել համաձայն գործող աշխարհակարգի օրենքների, դա այլևս չկա եւ Հայաստանը, քանի որ վատնել է այս ամբողջ ժամանակը ինքնաստրկացման վրա եւ շատ էֆեկտիվ է վատնել դա, շատ արդյունավետ կերպով է ծախսել այդ ժամանակը ինքն իրեն ստրկացնելու Ադրբեջանին եւ Թուրքիային, Հայաստանը այլևս ոչ միայն չունի որևէ դիմադրության եւ դիմադրողականության ռեսուրս, այլև այդ ռեսուրսը մինուսային է։ Այսինքն ինքը անգամ զրոյացնելու զրոյական կետի գալու հնարավորությունից ինքն իրեն զրկել է այլևս։
Եվ սա downward spiral է կոչվում, այսինքն ներքև իջնող պարույրաձև ընթացք, այդ ներքև իջնող ընթացքը անընդհատ ավելի եւ ավելի է վատանալու։ Իրականում Հայաստանը այլևս ինքնիշխանության, փաստացիորեն ինքնիշխանության որևէ նշույլ կարելի է գնահատել, որ չունի, եւ ողբերգականորեն եւ ցավալիորեն եւ անընդունելիորեն այդ գործընթացը ավելի եւ ավելի է խորանալու։ Եվ այս իրավիճակից այլևս չկա ելք միայն այն պատճառով, որ չկա եւ չի կարող գտնվել այն կամքը եւ այն խելքը քաղաքական ընդհանրապես, որտեղ իսպառ այն բացակայում է, իսկ ում մոտ որ կա այդ մարդիկ եզակիներ են, մի քանի հոգի են եւ դրանք ճնշված են, թե պետության, թե ժողովրդի կողմից դուրս գալու այս վիճակից, այսինքն լուծումներ գտնելու։ Այդ լուծումները էլի կան, գոյություն ունեն, բայց դրանք օթում լուծումներ են եւ երբեւե իրականություն չեն դառնալու, ասեցի այն պատճառով, որ չկա այդ գիտակցությունը, որ պետք է դրանց գալ, չկա այդ կամքը եւ չկան այդ մարդիկ եւ երբեք այդ մարդիկ որևէ լծակ չեն ստանալու։ Հետևաբար պիտի հերթական անգամ հիասթափեցնեմ եւ շատ արագ դեպրեսիայի մեջ ընկնող մեր երասկոտներին, որոնք բողոքում են, թե իրենք ինձ լսելուց անընդհատ դեպրեսիայի մեջ են ընկնում, պիտի ասեմ, որ մի նայեք ուղակի իմ խոսքերը եւ մի լսեք, որտեվ ես ասում եմ այն ինչ լինելու է, իսկ դա ձեզ դուր չի գալիս, ձեզ դուր է գալիս ձեր երազածը իմանալ, իսկ այն ինչ լինելու է այս ամբողջ իրավիճակում, հատկապես Դավոսում տեղի ունեցող գործընթացների, բացահայտման գործընթացների արդյունքում շատ ավելի հստակ է դառնում, որ այս իրավիճակից այլևս հայությունը ինքն իրեն որևէ ելք չի թողել, բացի այն, որով իրեն առաջնորդում է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայությանը եւ Հայաստանի Հանրապետությանը առաջնորդում է դեպի լիակատար եւ ամբողջական լուծարում։ Հայք, շատ իհարկե տխուր փաստեր եք ասում, այս չկա, այն չկա, սա չի լինի, նա չի լինի, բայց կա ադրբեջանական բենզինը, այս առումով ինչ կարող եք ասել։ Այո, իհարկե, եւ քանի որ նրանք չկան, հենց այդ պատճառով էլ կա ադրբեջանական բենզինը Հայաստանում, սա նույնպես բացարձակ մեծամասնությունը չի հասկանում, թե սա ինչ է։ Շատերը անգամ ովքեր ընդդիմադիր են այս իշխանությանը կարծում են կամ իրենց արևին վերլուծում են, թե սա ադրբեջանական ազդեցության գործիք է կամ ցույց տալու համար է արվում, որ տեսեք Նիկոլ Փաշինյանին սատարելու համար է արվում, որպեսզի նա հաղթի ընտրություններում, այո, այդ բոլորը գործոններ են, բայց միայն դա չի։ Ամենակարևոր գործոնը հոգեբանական է եւ հոգեբանությունը եւ արժանապատվությունը դրանք քաղաքական կարևորագույն գործոններ են եւ քաղաքական կարևորագույն կատեգորիաներ են։ Մինչդեռ, եթե հիշում եք, 90-ականներից ի վեր դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած քարոզվել է, այդ ժամանակներից սկսած քարոզվել է հայերի իսկ կողմից, թե արժանապատվությունը եւ մնացած այս կատեգորիայի հասկացությունները քաղաքական կատեգորիաներ չեն։ Եվ հոգեբանական խնդիրները քաղաքական կատեգորիաներ չեն, հոգեբանությունը, հոգեբանական տրամադրվածությունը ավելի շուտ։ Մինչդեռ դրանք իրականում խստագույն եւ կարևորագույն քաղաքական կատեգորիաներ են։ Եվ ամբողջ պետություններն են իրենց քաղաքականությունը կառուցում հոգեբանական մոտեցման սկզբունքներով եւ արժանապատվության սկզբունքի հիման վրա։ Այստեղ վերջնականապես իրականացվում է ստորացում եւ երբ միջազգային հարաբերությունում դու սկսում ես որևէ ապրանք գնել քո թշնամուց, դու ձեռք ես բերում կատարյալ կախվածություն։ Պատահական չի, որ Ադրբեջանը երբևէ որևէ կոնտակտի, քանի դեռ չէր ջախջախել Հայաստանին 44-օրյա կեղծ պատերազմի ժամանակ, երբևէ որևէ գործարքի, որևէ հարցում չէր գնում։ Դուք հիշում եք, որ որևէ հայկական ազգանունով օտարերկրյա քաղաքացու անգամ չէին թողնում Ադրբեջան, եթե չէին ձերբակալում։ Որևէ հարցում զիջում չեն արել, եւ սա արժանապատվության խնդիր էր, որը իրենց համար քաղաքականության առանցքային խնդիրներից եւ մոտեցումներից մեկն է։ Ցույց տրվեց նաեւ, որ այն մարդիկ, որոնք գերեզման են դրել իրենց զավակներին,
Եվ դա անպայման չի, որ հենց զոհվածի ծնողը լինի, հարազատները անպայմանորեն, բարեկամները, հարևանները եւ այլն պատրաստ են եւ կարող են 100 դրամ, ընդամենը 100 դրամ լիտրի մեջ մոտարապես կարծեմ այդքան է, տարբերության համար գնալ եւ ոչինչ հաշվի չառնելով լցնել ադրբեջանական բենզին իրենց մեքենաների մեջ, որը խառնված է հայկական արյան հետ։ Բայց դե այսպիսի խոսքերը հայկական արյուն բենզինի մեջ ընկալվում են Հայաստանում որպես ռոմանտիկ, զգացական, էմոցիոնալ, այսպիսի բաներ ձևակերպումներ են արվում եւ բնութագրումներ են տրվում, որը նշանակում է, որ այդ բնութագրումները տվողների համար ուղղակի գոյություն չունի որևէ սկզբունք։ Բացի ստամոքսից եւ մեքենայի ստամոքսից տվյալ պարագայում, բենզինի բաքից։ Մյուս կողմից սա այո, իրոք սատարում է Փաշինյանի իշխանությանը, ցույց տալու համար, որ տեսեք, արդեն անգամ Ադրբեջանից դուք կարող եք օգտվել, որտեվ գիտեն, սամթը բռնել են, ինչպես ասում են հայերենում, որ այսպիսի բաներով կարելի է հոգեբանորեն ստանալ այն, ինչ ուզում են, եւ տալիս են որոշակիորեն էժան բենզին, որը իրականում էժան չի, բավական թանկ է նստում իրենց վրա, բայց իրենք այդ կորուստը կլանում են եւ դոտացիայի են ենթարկում բենզինը, հանուն քաղաքական խնդրի եւ լուծում են դա։ Բայց միայն բենզինը չի, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հոսանք է էլեկտրական ցանցերն են միանալու միմյանց Հայաստանի եւ Ադրբեջանից։ Դա կատարյալ կախվածություն է Ադրբեջանից։ Դա կատարյալ փոփոխում է տնտեսական վեկտորի։ Ճանապարհները անցումային, արդեն հայտարարություն արվեց այն մասին, որ դեպի Ռուսաստան ճանապարհը այսուհետ հիմնականում սկսելու է անցնել Ադրբեջանի տարածքով եւ դա ներկայացվում է որպես նվաճում, մինչդեռ այստեղ խաղից դուրս է թողնվում Վրաստանը, որ Հայաստանին իրականում շատ բարեկամ երկիր է։ Չնայած այն կնճռոտ հարցերին, որոնք եղել են կամ կարող են այսօր էլ լինել, դա իրականում բարեկամ երկիր է եւ Հայաստանն ու Վրաստանը պետք է որ միևնույն ճամբարում լինեին եւ տնտեսապես հետևեին միմյանց շահերին, մասնավորապես Հայաստանը իրավունք չուներ վրացական տնտեսական շահերը որևէ կերպ ստորադասելու այլ տնտեսական շահերի, այլ երրորդ երկրների, ընդ որում իրեն կլանել ցանկացող երկրի տվյալ պարագայում Ադրբեջանի, բայց դա արվում է, որովհետեւ Հայաստանը ամբողջությամբ կորցնում է ինքնիշխանության նշույլներն անգամ։ Ինքնիշխանությունը ամբողջությամբ երբևէ չի եղել Հայաստանում վերջին 100 տարիների ընթացքում, բայց վերջին նշույլները, փշուրները անգամ դրանք է հիմա կորցնում։ Տեղի ունենում Հայաստանի ադրբեջանացում։ Եվ սա, ինչպես այսի, անխուսափելի եւ անկասելի process է եւ սա գնում է քայլ առ քայլ, ընդ որում բավական արագ քայլերով։ Հիմա Միացյալ Նահանգների այս ամբողջ հակամարտությունից Եվրամիության հետ կապված Գրենլանդիայի հետ, այսպես կոչված բաժանումից ելնելով այս բոլոր հետևանքների արդյունքում առաջ ստեղծվում է մի իրավիճակ եւ նաեւ քրդերի օրինակն է Հյուսիսային Սիրիայում մեզ դրան ծանոթացնում, որ ցանկացած տարբերակով որևէ կերպ այլևս Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքերը կապված չեն լինելու, մասնավորապես Միացյալ Նահանգների կողմից։ Կհասնեն գործարքից, նրանք գործարք կատարելու եւ կայացնելու մեծագույն վարպետներ են պատմության մեջ, ինչպես նաեւ այդպիսի վարպետ է նախագահ Թրամփը։ Հայաստանը ամբողջությամբ եւ բացահայտորեն կտրվի իրենց։ Կգնան իրենք դեմոգրաֆիկ ճանապարհով այդ խնդիրը լուծելուն, այսինքն ադրբեջանցիներ բերելով Հայաստան, թե կգնան երկու ճանապարհներով եւ դեմոգրաֆիկ եւ ռազմական, նախ ռազմական, հետո դեմոգրաֆիկ, դա ընդհանրապես տեխնիկայի խնդիր է։ Սրան հավելեք, որ այս տարի ամռանը իշխանությունը կվերահաստատվի իր տեղում ժողովրդի ձեռքով, օրհնանքով եւ մեծ սիրով հայ ժողովրդի կողմից եւ պարզ կդառնա, որ կայացվել է որոշում հայ ժողովրդի կողմից սատարելու Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Նիկոլ Փաշինյանից իհարկե դժգոհ է ժողովուրդը, ել չեմ խոսում ԿՊԱ-ներից նույնպես։ Եվ Փաշինյանն ինքն էլ ասում է, դժգոհ եք շատ լավ, հեղափոխություն արեք եւ ինձ հեռացրեք իշխանությունից։ Մարդիկ չեն անում, ավելին, եթե հանկարծ փորձում են անհնազանդության կոչ անել, այդ մարդիկ կարող են հայտնվել բանտում։ Սա ինչ դեմագոգիա է, ինչ մուտիլովկա է, կարող եք մեզ բացատրել։ Տեսեք, պարոն Ղուշչյան, ավտորիտար կամ բռնապետական պետություններում
բոլոր բողոքողները միշտ էլ ովքեր դուրս են գալիս փողոց, հանձնում են ակտիվ պայքարի փուլ եւ անգամ խոսք արտահայտողները բոլորն էլ հայտնվում են բանտերում։ Հայաստանում էլ այդպես է։ Հայաստանում իմիջայլոց խոսքի ազատությունը ամենացածր մակարդակին է, մակարդակներից մեկում է աշխարհում, որովհետեւ այնպիսի բաների համար, որ Ամերիկայում ընդհանրապես երբևէ չեն էլ քրեական գործ հարուցի, Հայաստանում քրեական գործ են հարուցում խոսքի համար։ Տանում են, դատում են, պաշտոնյաներն են դատի տալիս քաղաքացիներին տարբեր խոսքերի համար, տարբեր մարդկանց։ Սա մի աննախադեպ երևույթ է, եթե նայենք դեմոկրատական տեսանկյունից process-ների, բայց այդ process-ները չկան, Հայաստանը դասական բռնատիրական պետություն է, բայց ինքն իրեն խաբում է եւ դրսին էլ է խաբում եւ ինքը սիրում է հավատալ դրան, որ ինքը իբրև թե դեմոկրատական է կամ գնում է դեմոկրատիայի ճանապարհով։ Էպես որ նորություն չի, որ հայտնվում են բանտերում, դա նորմալ է, բայց միայն Հայաստանում է, որ այսպիսի բաներ են արվում երկրի եւ ժողովրդի հետ եւ ժողովուրդը դուրս չի գալիս փողոց եւ արդարացում բռնում է այն, որ ինքը հայտնվում է բանտում։ Հարևան Իրանում հայտնվում են գերեզմանում, ընդ որում տասնյակ հազարներով, բայց միևնույն է, բողոքում են։ Հիմա շատերը կասեն, բայ Իրանում կանգնեց այդ ամեն ինչը, այո, կանգնեց, որովհետեւ այնտեղ զանգվածային սպանդ գնաց եւ այդ ռեսուրսները չկային, որովհետեւ բանակը, այնուամենայնիվ բանակի մի մասը եւ ժողովրդի մի մասը Իրանի իշխանության կողմից է, ժողովրդի մի մասը եւ կա այդ մասը, հատկապես դա գյուղական համայնքների բնակչությունն է, ինչպես նաեւ Իրանում կա երկու բանակ, կան տարբեր բանակային խոշոր կորպուսներ, որոնք ամբողջությամբ մնացին հավատարիմ իշխանությանը, այսինքն եւ բանակները եւ բանակը դա ժողովուրդն է, ժողովրդի մի մասը ամբողջությամբ դեմ է Իրանի իշխանությանը, մի մասը կողմ է։ Հիմա Հայաստանում գերակշռ մեծամասնությունն է կողմ էս իշխանությանը, ելնելով հոգեբանական խնդիրներից եւ նաեւ փիլիսոփայական մոտեցումներից, որովհետեւ ժողովրդին ձեռք է տալիս Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Դա բացարձակ չդիմադրելու, դա պետություն չկառուցելու օրակարգ է։ Դա ընդհակառակը պետությունը լրիվ այլ ձևի մեջ մտցնելու օրակարգ է, դա ձեռք է տալիս։ Որտեվ այս տարածաշրջանում մնալու եւ պետություն ունենալու համար ահռելի հսկայական ծանր աշխատանք եւ զոհաբերություններ են անհրաժեշտ բոլորի կողմից։ Ներառյալ սեփական զավակների զոհաբերություններ։ Բայց հայ մայրը դա միակ մայրն է աշխարհում, որը ասում է. «Էդ ում երեխայի հաշվին եք ուզում հայրենիք պահել։ Էդ ում երեխայի հաշվին եք ուզում դիմադրել»։ Այսինքն բանակ ունենալը իմաստ չունի այլևս Հայաստանում եւ երբեք չի էլ ունեցել, որտեւ եթե մայրը այդպես է ասում եւ իր երեխայի կյանքը ավելի բարձր է դասում, քան հայրենիքի գոյությունը, մայրը միշտ պիտի իր երեխային ամեն ինչից վերդասի, բացի հայրենիքից։ Բայց Հայաստանում այդպես է եղել։ Եվ հետեւաբար հայրենիքը փոքրացել ու երբ որ այսպես են ասում, բնականաբար չեն ուզենալու, որպեսզի լինի դիմադրություն, որպեսզի լինեն հարատև պատերազմներ, իսկ այս տարածաշրջանում մնալու համար դու պիտի անընդհատ պատերազմես։ Եվ կատարվել է ընտրություն ինքնությունը կորցնելու։ Եվ Նիկոլ Փաշինյանը դրա դրոշակակիրն է։ Հանձնելու, ինքնությունը կորցնելու, գլուխն ազատելու, գնալու միտեղ ապրելու էլի, դե հիմա ինչ կա, Ռոստովում կապրեն, Չելյաբինսկում կապրեն, չգիտեմ, մեկ այլ տեղ կապրեն, ինչ Բուխարեստում կապրեն, ինչ տարբերություն։ Սա է մոտեցումը։ Եվ այս առումով Փաշինյանը եզակի ճիշտ բաներից մեկն է ասում։ Դուք մեջ բերեցիք իրեն, չէ՞, կարծեմ մոտարապես իր խոսքը այդպեսին է, որ եթե ձեզ դուր չեմ գալիս, վեր կացեք հեղափոխություն արեք։ Իսկ ի՞նչն է սխալ ասում։ Եվ հետեւաբար ինքը եւս հաստատում է այն իրականությունը, որը կա։ Այո, իրեն սատարում են, իրեն մեծամասնությունը չի, որ ընդդիմադիր։ Կա մեծամասնություն, որը չի ընդունում իրեն, արմատապես չի ընդունում, մեղմ ասած։ Մեծամասնություն չէ, կա այդպիսի զանգված, բայց դա շատ փոքր զանգված է համատած այն ահռելի զանգվածի հետ, որը իրեն սատարում է, իր օրակարգն է սատարում, որը իր կերպարը, իր անձը ընդունելի է համարում, տեսնում է ինքն իրեն այդ անձի եւ այդ կերպարի մեջ։ Եվ պատական չի, որ ես քննադատում եմ ընդհանուր մոտեցումները եւ որոշումները ընդհանուրի, եւ մարդիկ, որոնցից ես չէի սպասում, հանկարծ վեր են կենում եւ իմ դեմ են դուրս գալիս եւ ինձ փորձում են վիրավորել կամ հակա քննադատել, որովհետեւ վերջում հասկանում ես, որ այդ մարդիկ իրենց են տեսնում այդ ընդհանուրի մեջ, որտեւ իրենք էլ դրա մաս են ըստ էության։ Հետեւաբար իրականությունը սա է։ Ես հասկանում եմ, որ կա կոլեկտիվ
զանգվածային մոլուցք ինքնախապեյության, իրենք իրենց հիմար հույսեր տալու, հետո փաստի առջև կանգնելու ժամանակ ատմասկաներ գտնելու, ամեն ինչին բացատրություն ունեն, դուք նկատել եք Հայաստանում եւ ընդհանրապես Սփյուռքում, ամեն ինչին, ամեն աղետին, սեփական ամեն կատաստրոֆիկ, սխալի եւ բացթողման եւ աններելի արարքին միշտ բացատրություն կա եւ այդ բացատրությունը ասում են որպես երկաթե փաստարկ արդարացնում են ամեն ինչ, սա էլ խնդրեմ է, եթե դու չես ընդունում քո կատաստրոֆիկ եւ կատեգորիկ սխալները մոտեցումների, դու մշտապ եւ արդարացնում ես, դու երբևէ ուղղվելու շանս չես ունենալու եւ իրավիճակը չի ուղղվելու, ընդհակառակը շարունակվելու է այնպես ինչպես եղել է, որտեվ ըստ քեզ ամեն ինչ ունի օբյեկտիվ բացատրություն։ Եվ սա է իրավիճակը, սա է իրականությունը, այնպես որ ովքեր դեպրեսավորվում են, դա իրենց խնդիրն է, այո, իրավիճակը սարսափելի դեպրեսիվ է, բայց եթե դուք անձամբ խոսքը ձեզ չի վերաբերում բնականաբար, բայց եթե դուք որոշել եք դեպրեսիայի մեջ չլինելու համար ինքներդ ձեզ խաբել եւ միևնույն է դուք շատ ավելի վատ դեպրեսիայի մեջ եք լինելու, որտեղ արդյունքները դրա շատ ավելի դեպրեսիվ եւ վատն են։ Պարոն Մարտիրոսյան, շատ է խոսում Թրամփի ճանապարհի մասին եւ այնպեսի ոսկի գույն, այսպես մեկնաբանություններ են տրվում, որ Հայաստանի համար դա իսկապես մի հրաշք երևույթ է։ Ի վերջո, ինչ լուրջ հետևանքներ այն կարող է ունենալ Հայաստանի համար։ Հավատում եք այդ Թրամփի ճանապարհի գաղափարին։ Այն արդեն ունի հստակ հետևանքներ, ընդ որում TRIP նախագիծը դա Զանգեզուրի միջանցք է եւ դա միջանցքն է, որի նկատմամբ Հայաստանը այլևս չունի, փաստացիորեն չունի, իրավականորեն գրված է թե ունի, բայց փաստացիորեն չունի եւ այլևս երբեք չի ունենալու ինքնիշխանություն եւ վերահսկողություն, շատ ողբերգականորեն։ Եվ շատ ուրախ են հայերը սրանով, հայեր ասելու նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությանը տվյալ պարագայում։ Պետությունը շատ ուրախ է դրանով, որտեվ ինքն է նախաձեռնել դա։ Իրականում մենք տեսնում ենք, որ Դավոսում նախագահ Թրամփը առանձնազրույց եւ առանձնահանդիպում ունեցավ Իլհամ Ալիևի հետ։ Մինչ այդ Իլհամ Ալիևը պայմանագրեր էր ստորագրել եւ հավելյալ պայմանավորվածություններ ունեցել, որոնց մասին անհայտ է մնում մի քանի տարբեր խոշոր ամերիկյան ընկերությունների հետ, ներառյալ BlackRock-ը։ BlackRock-ը ֆինանսական խոշորագույն կորպորացիա է, որը շատ խնդրահարույց գործարքների մեջ է ներգրավված եղել, դա բազմամիլիարդանոց ֆինանսների տիրապետող կառույց է, որը ամենատարբեր օրակարգեր կարող է սպասարկել եւ ելնում է զուտ տնտեսական շահերից եւ երբեմն դրանք համատեղում է քաղաքական շահերի հետ։ Հայաստանի 24-25% նախագծի մեջ ծիծաղելի տոկոս է, ըստ էության դու չունես որևէ տոկոս, վերահսկիչ փաթեթը փաստացիորեն պատկանում է Միացյալ Նահանգներին, որը հանգիստ կարող է գործարքի գնալ որևէ այլ պետության կամ կազմակերպության կամ մասնավոր ֆոնդի հետ եւ վաճառել իր բաժնետոմսերը կամ բաժնեմասերը ցանկացած պահի։ Եվ այդ գնորդը ամենայն հավանականությամբ չի լինելու ֆիլիպինյան, ինդոնեզական կամ կոնգոյական կամ, չգիտեմ, ավստրալական որևէ ուժ կամ ընկերություն, դա լինելու է վստահաբար Ադրբեջանը կամ Թուրքիան։ Որովհետև մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները շատ խիստ նեղ շահային հաշվարկներ կարող է անել։ Մենք դրա ականատեսը եղանք։ Տեսանք նաև, որ նախագահ Թրամփը չհանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսինքն Հայաստանը ընդհանրապես գործոնել չի։ Ընդհանրապես գործոն չի։ Այդ որ նստեցնում է կողքը եւ կես վարքյան, 1/4 վարքյան ձեռքով խփում է ծնկին, բարեկամաբար, դա ոչինչ չի նշանակում, դա նշանակում է, որ նախագահ Թրամփը ուզում է ցույց տալ, որ ինքը Հայաստան-Ադրբեջան պատերազմը հաղթահարած մարդն է։ Ընդամենը, եւ դա ցույց է տալիս ամերիկյան լսարանին։ Իրականությունը սա է։ TRIP նախագիծը կապում է Թուրքիան Ադրբեջանին, կապում է Ռուսաստանին Թուրքիային, Ռուսաստանը Թուրքիային, այդտեղից Հայաստանը որևէ օգուտ չունի եւ չի կարող ունենալ, եւ դա Հայաստանի որպես տարածաշրջանային գործոն ունեցող
կամ կարևորություն ունեցող գոնե 1% կարևորություն ունեցող կարգավիճակից, իսկ այդ տոկոսը 1 չէր, քանի չկար այդ միջանցքը, վերածել է 0% կարևորություն ունեցող տարածքի։ Հետևաբար, սա որևէ մեկի համար այլևս անարժեք տարածք է, եւ այստեղ կարող են հանգիստ ընտրություններից հետո լինել ռազմական արտաքին ինտերվենցիաներ, կարող է լինել ողբերգականորեն պետականության կորուստ, կարող է լինել ամեն ինչ պատկերացնում եք, եւ ցավալիորեն ես կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կլինի։ Հայկ ջան, շնորհակալ եմ այսօրվա անկեղծ զրույցի համար։ Գիտես, մենք միշտ քեզ հաջողով սպասում ենք Փակ TV-ում, առաջիկայում եւս պլանավորել ենք մի քանի հանդիպումներ։ Ես կարծում եմ, որ մեր բարեկամությունը քեզ հետ պիտի շարունակվի եւ դու միշտ կընդունես մեր առաջարկը հյուրընկալվելու Փակ TV-ում։ Այդպես է։ Փոխադարձ է եւ շատ մեծ սիրով անունը Փակ է, բայց կարծում եմ սա ամենաբաց մասնավոր լրատվամիջոցն է եւ դրանում շատ մեծ է ձեր անձնական ներդրումը, շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, դե դուք հասկացաք փաստերի անակնկալների եւ իհարկե կարճիկների հերոստալիքը Փակ TV-ին միշտ բաց է բոլորիդ համար, այնպես որ դուք սպասեք մեր առաջիկա հանդիպումներին։ Իսկ այսօր այսքանով եկեք միմյանց հրաժեշտ տանք, մաղթում եմ ձեզ ամենայն բարին։ Ցտեսություն։